Անվտանգություն, ինքնիշխանություն, վճռականություն, դիմակայունություն։ Եվրամիությանն անդամակցություն, զարգացած տնտեսություն, ուժեղ բանակ, վստահելի դաշնակիցներ։ Ազգային արժանապատվություն, միասնականություն, համերաշխություն, պատասխանատվություն։ Օրենքի գերակայություն, անկախ դատարան, կոռուպցիայի մերժում։ Բարձր աշխատավարձ, անվճար բարձրագույն կրթություն, հասանելի առողջապահություն, արժանապատիվ թոշակ։ Հանուն հանրապետության, քո ձայնը խորհրդարանում։ Բարի լույս, մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ձեզ եմ ներկայացնում քաղաքացիական պայմանագիր խմբակցության միջնորդությամբ եւ խորհրդի հաստատմամբ ներկայացված նախագծերը եւ դրանց հրատապության հիմնավորումը։ Առաջին նախագիծը, որը վերաբերում է բաժնետիրական ընկերությունների մասին, օրենքում եւ փոփոխություն թվով 6 նախագիծ է ներկայացված, դրանք չթվեմ նրանց հիմնավորումները հիմնականում առաջին նախագծի ընդունման հրատապությունը պայմանավորված է Հայաստանի բաժնետիրական հարաբերություններում առկա համակարգային խնդիրներով, որոնք հանգեցնում են փոքրամասնություն կազմող բաժնետերերի իրավունքների փաստացի սահմանափակման եւ ներդրումային միջավայրի թուլացման։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդրումային գրավչության բարձրացում եւ փոքր ներդրողների համար ստեղծվում է կանխատեսելի եւ պաշտպանված միջավայր։ Նախագծի ընդունման դեպքում էականորեն կբարելավի կորպորատիվ կառավարումը, մեծամասնական բաժնետերերը կլինեն ավելի զգոն, խուսափելով տևական անգործությունից կամ շահույթի անհիմն կուտակումից։ Ակնկալվում է նաև շուկայի լիկվիդայնության աճ, հեշտացվում է կապիտալի շրջանառությունը վերահսկողության փոփոխության դեպքում։ Երկրորդ նախագծի ընդունման արդյունքում թիրախավորված կլինեն տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև անչափահասի ներգրավմամբ թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ինչպես նաև կխստացվի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դրսևորում հանդիսացող հանցագործությունների համար վարչական եւ քրեական պատասխանատվությունը։ Երրորդ նախագծով ներկայացված օրենքների նախագծերի ընդունումը միտված է ոլորտում առաջացած խնդիրների լուծմանը, օրենսդրական կարգավորումներ պահանջող ու գործնականում հայտնաբերված տարաբնույթ բացերի կարգավորմանը, ռոտացիայի սկզբունքով օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների վարձատրության պայմանների լավարկումը։ Փոփոխությունների արդյունքում ներդրվում են դիվանագիտական գրասենյակ հիմնելու վերաբերյալ կարգավորումներ։ Չորրորդ նախագիծը էներգետիկայի մասին օրենքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին է։ Օրենքների նախագիծը եւ կից օրենսդրական փաթեթի ընդունումը բխում է կառավարության 21-26 ծրագրի 3.4 բաժնից, մասնավորապես այդ բաժնի առաջին նախադասությամբ ամրագրված է, որ կառավարության քաղաքականությունն էներգետիկայի ոլորտում ուղղված է լինելու էներգետիկ անկախության ու անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողներին էլեկտրաէներգիայի հուսալի եւ որակյալ մատակարարման ապահովմանը։ Սույն նախագիծն ուղղված է էներգետիկ համակարգի հուսալիության եւ անվտանգության ռիսկերի նվազեցմանն ու կանխմանը, հետեւաբար նաեւ երկրի էներգետիկ անվտանգության մակարդակի բարձրացմանը, սպառողների էլեկտրաէներգիայի հուսալի եւ որակյալ մատակարարման ապահովմանը։ 5-րդ նախագիծը անձը հաստատող փաստաթղթի մասին օրենքի նախագծի եւ կից օրենսդրական փաթեթի ընդունման հրատապությունը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին եւ 23 թվականի սեպտեմբերի 19-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների հետևանքով Հայաստանի Հանրապետությունում բնակություն հաստատած եւ բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի հստակեցման եւ նրանց ինտեգրման անհրաժեշտությամբ։ Գործող կարգավորումներով նախատեսված պարտավորությունները որոշ դեպքերում գործնական խոչընդոտ են ստեղծում քաղաքացիություն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու գործընթացում, հատկապես այն պայմաններում, երբ բազմաթիվ անձինք չեն պահպանել զինվորական ծառայության վերաբերյալ փաստաթղթերը։ Առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կանխել սոցիալական եւ իրավական անհամաչափ հետևանքները, ինչպես նաեւ ապահովել տվյալ անձանց իրավունքների իրացումը։ Բացի այդ, օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվող փոփոխությունները միտված են կառավարության 21-26 թվականների ծրագրով նախատեսված զինված ուժերի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը, մասնավորապես արհեստավարժ բանակի ձևավորման, զինվորական ծառայության գրավչության բարձրացման, զինծառայողների սոցիալական երաշխիքների ամրապնդման եւ մարդկային ռեսուրսների զարգացման ուղղություններով։ Նշված խնդիրների լուծումն ունի առաջնահերթ եւ ռազմավարական նշանակություն Հայաստանի Հանրապետության պաշտպանունակության ապահովման տեսանկյունից։
Վերջին նախագիծը զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում լրացում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի ընդունմամբ ակնկալվում է սահմանել անձը հաստատող փաստաթղթի մասին մեկ միասնական օրենսդրական ակտ, որով կկարգավորվեն անձը հաստատող փաստաթղթերի տեսակները, դրանց տրամադրման, մերժման, անվավեր ճանաչման, ուժը կորցնելու եւ այլ հարաբերություններ։ Թերևս այսքանը, հարգելի գործընկերներ, սիրով կպատասխանեմ հարցերին, եթե այդպիսիք կա։